Ռուսաստանի Դաշնության այդ գործելավոճին ուլտիմատումին կողմնորոշվել դնում եք թե դնում եք Եվրամիությունը Եվ այդ մասին խոսացին չի եղել, չէ՞։ Եվրամիությունը այդ ոճի խոսացություն չի տանում։ Իմ գործընկերոջ հարցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին դուք ասիք բայն մնացած երկուսը, այսինքն ստացվում է այն սկզբունքը, որը որ ձեռնտու է Հայաստանին, դա դնում եք մի կողմ, դա հասկանալով դնում եք մի վարքան։ Այդ մասին խոսացել ենք, չէ՞։ Հարցս չի ստացվում։ Ես ձեզ խորհուրդ չեմ լսելու ես ձեր հարցը, արդեն լսեցին, չեք ասում։ Դուք չեք ես ձեզ էլ եմ հիմա նույնը ասում։ Դուք այդ երեք սկզբունքների աշխատանքը մի մեխանիզմի մեջ չեք պատկերացնում։ Այդ երեք սկզբունքները մի մեխանիզմ են։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչն է մեխանիզմ, դուք ավտոմեքենայի ոնց որ ավտոմեքենայից չեք կարող շարժիչից մի կտորը հանել, ասել ես այս կտորն եմ տանում շարժիչի, ինձ ձեռնտու կտորը, ասենք թե Porsche-ին մի վայրկյան չգերադասվեց, իրանք միասին են աշխատում, ինչպես ավտոմեքենայի շարժիչը, իրանք միասին են աշխատում։ Ո՞նց աշխատեց մեր սկզբունքը, որը մեզ է։ Այդ մասին խոսացվել է միլիոն անգամ, եւ եթե դուք անկեղծորեն ուզում եք դա հասկանալ, կարող եք բացել ցանկացած ելույթ այդ թեմայով վարչապետի կողմից ունեցած եւ հասկանաք մեխանիզմը, ասել ենք, ասենք միլիոն անգամ խոսել ենք եւ Լիսաբոնից ենք խոսել, դե հիմա ասենք դուք այդ ամբողջականության մեջ Արցախի ինքնորոշման իրավունքը ինչպես եք տեսնում։ Ես չեմ տեսնողը, դուք պետք է ես չեմ, դուք չեք, Հայաստանի վարչապետը չի, Ադրբեջանի նախագահը չի, տեսնողը միջազգային կոնսենսուսն է, դուք պետք է հասկանաք, միջազգային կոնսենսուս, ես շատ բան կարող եմ տեսնել, բայց չեք ուզում պատասխանել, դուք ինչպես եք տեսնում։ Լսեք, ձեր հարցը գիտեք ինչի նման է, ոնց որ ասեք դուք ինչպես եք տեսնում, լուսինը ինչպես է պտտվում երկրագնդի շուրջ, իմ տեսնելով չի, լուսինը ունի իր պտույտի ուղեցիրը, ես կարող եմ ասել այսպես է պտտվում, ես իմ տեսնելով չի, իմ ցանկությամբ չի լուսինը այդպես պտտվում, արեգակներն այնպես պտտվում։ Միջազգային վեճերը հարթելու միջազգային կոնսենսուսի հետ Հայաստանը եւ Հայաստանի քաշի չափսի պետությունները չէ, այդ կոնսենսուսների վրա չեն կարող ազդել։ Ադրբեջանն չի կարող, ձեզ ասեմ։ Պետքա պայքարել եւ պայքարեցինք։ Պետքա պայքարել եւ պայքարեցինք։ Պետքա պայքարել եւ պայքարեցինք։ Ձեր բողոք մինչեւ պատերազմում պարտություն։ Պատերազմում պարտություն։ Սկզբունքի մասին հիշատակել, Բորելը, Շոլցը, Մախտան եւ Ես ձեզ ասում եմ մեխանիզմ, դուք ասում եք սկզբունքի հիշատակել, նույնց եմ։ Դրանք մեխանիզմներ են, որոնք աշխատում են միասին, կրկնում եմ, ինչպես ժամացույցի մեջի մեխանիզմները միասին են իրենք աշխատում։ Այդ սկզբունքը այն չի ասում, որ ժողովուրդը, որ ազգը, որ պետության տարածքում ապրող հայտարարում է, որ ինքը ուզում է ստանալ անկախ պետություն այդ պետության կազմից դուրս, ուրեմն մենք հեսա հարցը կդնենք մակում եւ այդ պետությունը կստանա անկախություն։ Նման բան եթե նկատել եք, շատ քիչ է լինում, շատ քիչ։ Նույն կարելի է ասել չի լինում, շատ քիչ։ Այն դեպքեր դուք պետք է ուսումնասիրեք, թե այն դեպքերում որ լինում են, ինչու են լինում, ինչպես են լինում։ Ձեր սիրած օրինակում, Կոսովոյի օրինակում, պետք է նայեք ո՞նց է դա լինում, որ Գիտեմ, ես գիտեմ, որ դա ձեր սիրած օրինակն է, որտեղ դուք ասեք, բայց լինում են, չէ՞, եւ այդ չէ, որովհետեւ ես կարողանում եմ հասկանալ, թե մարդը ինչ ասելով ինչ նկատի ունի։ Եթե դուք ասում եք լինում են օրինակներ, դուք ինչ է նկատի ունեք, ասենք Արևելյան Թիմորի օրինակը նկատի ունեիք, դուք դժվար թե նկատի ունենայիք Արևելյան Թիմորի օրինակը, չէ՞։ Դուք պետք է նկատի ունենաք մեզ շատ հայտնի Կոսովոյի օրինակը եւ դուք պետք է կամ ցանկացած այլ օրինակ ձեր ասած, եթե դուք նայեք, որ ասում եք լինում են, չէ, դուք պետք է նայեք, թե դա ոնց է եղել, որ պետությունների միջամտությամբ եւ ուժերի ինչ հարաբերակցությամբ, սա պետք է հասկանալ եւ մեր ժողովուրդը սա պետք է իմանա, թե ոնց է աշխատում այդ մեխանիզմը։
աշխարհում նոր պետություններ կարող են ձևավորվել միայն այդ պահին արկա գերտերությունների կոնսենսուսով։ Պարզեմ ասում սա։ Պարզեմ ես սա ասում։ Սա ինձ թվում է պարզ բան է։ Ու սա միշտ է այդպես եղել։ Հռոմի ժամանակ էլ այդպես եղել, Բյուզանդիայի ժամանակ էլ, արաբական խալիֆայության ժամանակ էլ։ Դուք հաստատ կարդացած կլինեք, չէ՞, որ Բաղդադույների թագավորության վերականգնման ժամանակ մեր անկախության ասում են թագը ստացավ արաբական խալիֆայությունից, թագը ստացավ բյուզանդական կայսրությունից, դա ի՞նչ է նշանակում այդ թագը ստացավ։ Նշանակում որ ճանաչեցին այդ ժամանակի գերտերությունները, որ Հայաստանի թագավորությունը կարող է վերականգնվել։ Դա կոչվում է միջազգային ճանաչում։ Գիտեք, չէ՞ դա ինչ է։ Ոչ թե ինչ-որ ինչ-որ բաներ գրած, ինչ-որ փաստաթղթերում, որ Բյուզանդիայի կայսրը նայեց, ասեց, «Օ, սկզբունք եմ տեսել ես»։ Միջազգային փաստաթղթում ասեց, չէ, հաշվարկեցին ուժերը, եւ մեկը եւ մյուսը տեսան, որ երկուսին էլ այդ պահին ձեռնտու է, որ այդ թագը ուղարկեն Հայաստանի թագավորին, ճանաչեն իր ինքնիշխանությունը։ Նույնը հիմա է։ Եթե գերտերությունները գալիս են կոնսենսուսի, նոր պետություններ ստեղծվում են, եթե չեն գալիս կոնսենսուսի, մասնակի ճանաչված են լինում ինչպես Կոսովոն, կամ լինում է պատերազմ։ Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում։ Պարզ բան եմ ես ձեզ ասում։ Շատ պարզ բան եմ ասում, պետք չի ես մտքից այդպես բան անել։ Նեղվել ու հերում փախչել եւ վարդագույն ակնոցներով այլ իրականություն փնտրել։ Բայց մի բան ինչ-որ բան իմանան, մի բանը կարողանում են, որովհետև հնարավոր չէ դա անել։ Ժողովուրդը ինչի՞ չէ։ Կրկնում եմ, որովհետև դուք որտեղ չեք մի նեղացեք եք խոսում, չեք։ Ոչ նեղանալ։ Ես շատ բան կարող եմ իմանալ, ես շատ բան կարող եմ։ Այս հարցում հասկանում եմ, այս հարցում, ասում եք, բան չի ասում, չեք ասում, դա մաթեմատիկայի նման չի։ Որովհետև կարաս պայքարես եւ հասկացու։ Դա մարդկայնության Մարդկայնության, այո, կարաս պայքարես։ Եթե դուք ունենեք խնդիր, եթե դուք ունենեք խնդիր կյանքում, ուզում եք, որ 99%-ով այդ խնդիրը չի լուծվել։ Դուք ձեր կյանքում այն մի տոկոսի հետևից գնում եք, չէ՞։ Չէ՞։ Ասում եք, լավ, գոնե փորձեմ, կարող եմ մի տոկոս շանս լինի։ Հարցը լուծելու։ Եվ եթե չի ստանա, ես թողած խոսեմ դեցեմ, ես խոսամ այն մարդու հետ, ով իսկապես ուզում է ինձ հասկանալ, ոչ թե ուղղակի ուզում է շնորհակալ։ Եթե տեսնում եք, որ չի ստացվում դա, եւ ավելին այդ խնդրի հետևից գնալու հետևանքով, ու ինձ, բայց չհասկացա, չգիտեմ ինչ թեմայի մեջ ինչ-որ բան բայց ինչ կա չհասկանալու մեջ ինչ կա, ասում եմ այդ մեխանիզմը չկիմալ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջական եւ ուժի չկիրառման սկզբունքները ոնց են աշխատում, դուք չեք հասկանում, դուք դες եք հասկանում, թե դա 3 հատ խնձոր է դրած, մեկը հայկական խնձոր է, դուք չեք հասկանում, որ իրար մեջ են աշխատում, մի մեխանիզմ է, դե ինչ է հիմա Սանքում եք բան, բավական ձևակերպել։ Ինձ ասում թեմա է, դու քո թեման չգիտես։ Բա որտեղ ես խոսեմ թեմա ստանում կամ եմ հանդիպում կամ ինչ եմ հանդիպում։ Եթե սա շարունակեք, գնացեք ինչ-որ սպառ մտա թիրախավոր է, թե ինչ ասել եք բանը։ Բայց դու չես թիրախավոր։ Ես չեմ թիրախավորում, ասում սիստեմը։ Ասում սիստեմը չեք հասկանում, վատ բան եմ ասում։ Վատ բան եմ ասում։ Ես օրինակ տրակտորի աշխատանքի սիստեմը չեմ հասկանում։ Ինքս կնետես իմանալու ոչ ուզում արտասարում, ձեզ ասում եմ։ Բայց այդ 10 չի ասում, որ մենք գիտեինք, որ չի։ Ախե դա դες չգիտեիք, որ չի գնան, այս չի։ Հա, թոմնա չէ։ Սև ու սպիտակ չի դա։ Հարցը սև ու սպիտակ։ Մի քիչ գիտես, մի քիչ չգիտես, մի քիչ զգում ես, մի քիչ գիտես, շանս կա։ Դուք ամեն ինչ տեսեք պատկերացնում կյանքում։ Դուք ամեն ինչ տեսեք կյանքում պատկերացնում, ես չեմ հասկանում։ Հիմա եթե ավտոմեքենա Կլինի ես կամ ձեր կյանքի 150 կիլոմետր/ժամ արագությամբ քշեք։ Կլինի ավտոմեքենա, թե չի լինի։ Համաձայն եք ինձ, դուք համաձայն եք Ես քեզ կյանքի դաշտ չեմ տալիս, ես քեզ միջազգային հարաբերության դաշտ եմ տալիս։ Չէ, կյանքը ո՞նց անում, կյանքը ես չի։ Չէ, ինչքանով չէ, դա բարձր չի։